պետք է իրականացնենք մեր քայլերը, որոնք կբերեն հաղթանակի օր առաջ։ Այսօր Հետևողներ մեր զրուցակիցը հանրապետական գործիչ Արտակ Զաքարյանն է։ Պարոն Զաքարյան, Հայաստանի իշխանությունները շարունակում են անդրադառնալ հայ առաքելական եկեղեցուն, տարածաշրջանը եռում է, պատերազմից առաջ, պատերազմից հետո անընդհատ գրառումներ է անում Նիկոլ Փաշինյանը, ինչպես եք տեսնում հանգուցալուծումը եւ արդյոք հաջակցություն Մայրաթորի այսօրվա հազարանոց այս տասնյակ հազարին մոտ այս երթը կարող է իրավիճակ փոխել։ Հարգելի հայրենակիցներ, հայ առաքելական եկեղեցին 1700-ամյա պատմության ընթացքում, ինչպես դուք ասեցիք, եկեղեցուն անդրադարձել են մողոլ թաթարները, թուրք սելջուկները, արաբները, թուրքերը, տարբեր նվաճողներ, բայց որևէ մեկի կողմից հնարավոր չի եղել հայ առաքելական եկեղեցուն ենթարկեցնել քրիստոնեական կանոններից դուրս գնել, այնպես որ այս կառավարիչների վախը եկեղեցուց հասկանալի է, որովհետև եկեղեցին համախմբող է, եկեղեցու դեմ ուղղված արշավը հասկանալի է, որովհետև այն ունի նաև դրսից եկող դրսևորումներ, բայց միևնույն ժամանակ հայ ժողովրդի համար շատ կարևոր ճակատագրական այս պահերին եկեղեցին շարունակում է իր ազգային օրակարգով առաջ շարժվել։ Հարգելի հայրենակիցներ, եկեղեցին նաև իր հավատավորների հետ միասին հայտնենք մեր աջակցությունը հայ ազգի գործարան, մենք տեսնում ենք, փորձելու է ազգային օրակարգը, ազգային արժեքները եւ քրիստոնեական հավատքը անսասան պահել։ Եվ շատ կարևոր է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր որ քրիստոնեական խորհուրդները նաև այսօրվա քաղաքական եկեղեցու դեմ ուղղված քաղաքական արշավների դիմագրավելու հնարավորություն են ստեղծում։ Այսօր հայ առաքելական եկեղեցի նշում է Էջմիածնի տոնը եւ այսօր կարելի է ասել, որ քրիստոնեական աշխարհի համար, հայ քրիստոնեական աշխարհի համար նաեւ այսօրվա նաեւ այս միջոցառումը սատարման, որդիական խոնարհումի եւ նվիրումի շատ կարևոր խորհուրդ ունի։ Բոլոր են մարդիկ, ովքեր որ եկեղեցուն աջակցելու համար կդատապարտվեն, կքննադատվեն կամ որոշակի պետական ռեպրեսիաների կենթարկվեն, ես վստահ եմ, մեր հասարակությունը շատ խիստ է վերաբերվելու նման այդ գործողություններին, այնպես ինչպես Անվել Կարապետյանի դեմ սկսված այս արշավը ընդամենը մեկ նախադասության, մեկ նախադասության համար սկսված այս արշավը այս իշխանությունների համար։ Հասկանալի է, շնորհակալություն։ Զաքարյան, նաև Թուրքիա կատարած այցը Նիկոլ Փաշինյանի ինչ սպասել, ինչ հետևանքներ թողնի, եւ արդյոք սրանով հնարավոր կլինի Թուրքիա հարաբերությունները կարգավորել, Թուրքիան ասում է նա կարգավորի հարաբերությունները։ Ես արդեն ասել եմ, Թուրքիան Հայաստանի հետ, Հայաստանի իշխանություններին վերաբերում է իմ վասալը, իմ վասալը չէ կարգավիճակով եւ սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում չէ։ Ես կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվելու են, բայց ոչ այս ստորացված եւ ոչ այս դավադիր քաղաքականություն վարող կառավարիչների կողմից, ովքեր որ կապիտուլյացիան պատրաստ են որպես հաջողություն համարել։ Ոչ մի երկիր այդ պետության հետ հարաբերություն չի կառուցում եւ չի վստահում։ Շնորհակալություն։ Օր առավ։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, Լայնոզի հարգելի հետևորդներ, շարունակվում է քայլերթը դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Մենք այստեղ ենք
որպեսզի վերահաստատենք, ժողովուրդ ջան, խնդրում եմ մի րոպե կամաց քայլեք։ Աջակցություն եկեղեցու վեհափառի եւ ինչպես նշում է